Այս բայդրությամբ իսկ նորություն ունեք, հա, Նարեկ Սամսոնյանի վիճակի մասին, կրկին հիվանդանոց տեղափոխելու մասին լուրեր կան, թե դեռ անորոշ վիճակ է։ Վերջի տվյալներով փաստաբանը քիչ առաջ գրառում էր իրականացրել, նշելով, որ այցելել է իրեն երեք գիշեր եւ ինքնազգացողությունը լավ չէր, ավելի էր հյուծվել եւ այդ տեղափոխել, հետո հետ բերել բանտ, իր բացական ազդեցություններ ունեցել։ Ձեր հարցի մյուս մասով այս պայն դեռ թարմացումներ չկան։ Եվ պարոն Ֆիդանյան, դուք տարբեր միջազգային կառույցների դեսպանատների մոտ ակցիաներով եք հանդես եկել, որևէ արձագանք ինչ-որ մեկից եղել է։ Միջազգային կառույցների մոտ այո, մենք բազմաթիվ բողոքի միջոցառումներ ենք իրականացրել, դա ԵՄ-ներ, ՄԱԿ-ի գրասենյակներ, Եվրոպայի խորհրդի գրասենյակներ, նաև տարբեր արևմտյան դեսպանատների նամակներ ենք հանձնել։ ԵՄ-ից եղել էր որոշակի արձագանք, որը որ ըստ էության ոչինչ չասող արձագանք էր եւ դա զարմանալի չէ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ արևմտյան կառույցները շարժում են ոչ թե ժողովրդավարական արժեքներով, այլ քաղաքական ռեալ պոլիտիկի տրամաբանությամբ, որը որ միտված է նրանց աշխարհաքաղաքական նպատակները այս տարածաշրջանում իրականացնելու համար եւ հետեւաբար նրանք այդ նպատակներին հասնելու համար ըստ էության փորձ ցույց է տալիս, որ պատրաստ են աչք փակել Հայաստանում ռեժիմի կողմից մարդկանց խոսքի համար բանտերը նետելու, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը, ով ժամկետ հացադուլի մեջ է կալանավորված ընդհանրապես հետուկ բառը ասելու համար, որևէ արևմտյան երկրում այսպիսի բան չէր կարող լինել։ Արևմտյան բազմաթիվ երկրներում գործող իշխանությունների հասցեին շատ ավելի կոշտ քննադատություններ են լինում եւ մարդկանց չեն կալանավորում դրանց համար, բայց նույն արևմտյան երկրները այսօր Հայաստանի համատեքստում աչք են փակում բացահայտ այս ապօրինության վրա։ Եվ ըստ ձեզ ինչու, երեք բերեցին, տեղափոխեցին բժշկական կենտրոն, խնդիրներ առաջացան, կրկին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ, այս ձգձգումը, բյուրոկրատական քաշքշուկը ըստ ձեզ ինչով է պայմանավորված։ Իմ գնահատմամբ ռեժիմը փորձ է անում ամեն կերպ, այսպես ասած, արհեստական խոչընդոտներ ստեղծել, որպեսզի մաքսիմալ փորձանեն վնաս տալ։ Տեսեք, երեք բերեցին Նարեկին բժշկական կենտրոն, պարզ դարձավ, որ այդ հետազոտությունները իրականացնելու եւ հետագա գործողությունները իրականացնելու համար պետք է վերականգնողական շրջափուլ անցնել եւ փոխանակ թույլատրվեր պատկան մարմնի կողմից, որպեսզի իր նախընտրած բուժ հաստատությունում իրականացվեր այդ ամենը նրան հետ տարան բանտ, որը որ մարդու իրավունքների խախտում է։